ներկայացնում մասնագետին սա կոչվում է աշխատանքի տոնավաճառ ծրագիր է գործակալության կողմից կազմակերպված ուրեմն մեր Երևանում կան 10 զբաղվածության կենտրոններ մեր մասնագետները աշխատում են գործատուների հետ վերցնում են թափուր աշխատատեղեր եւ այս աշխատանքի տոնավաճառի ժամանակ ներկայացված են այդ գործատուները այստեղ կան 65 գործատուներն են ներկայացված տաղավարների մոտ նստած են իրենց թափուր աշխատատեղերով իրենց ներկայացուցիչ են նստած եւ մեր զբաղվածության կենտրոնի մասնագետները միաժամանակ խորհրդատվություն է տրվել նաեւ աշխատանք փնտրողների շրջանում որ գան ներկայանան եւ անմիջապես շփվեն գործատուների հետ ներկայացնեն իրենց ռեզումեները ինչ աշխատանք են ցանկանում եւ սա այն հնարավորությունն է որ եւ աշխատանք փնտրողն է կարողանում միանգամից շփվել բազմաթիվ գործատուների եւ գործատուն է աշխատանք փնտրողների հետ անմիջապես շփվում իրեն համապատասխան մասնագիտություն որակավորում ունեցող աշխատող գտնելու համար նպատակը դա է եւ ծրագրից հետո ուրեմն զբաղվածության կենտրոնները ներկայացնում են մեծ տեղեկատվություն աշխատանքի տեղավորվածների վերաբերյալ տոնավաճառի արդյունքում աշխատանքի տեղավորվածների վերաբերյալ դա ուրեմն կլինի ծրագրից հետո 3 ամսվա ընթացքում ամեն ամիս պարբերաբար տեղեկատվություն է ներկայացնում բավականին արդյունավետ ծրագիր է ծառայում են նպատակին եւ աշխատանք փնտրողներն են գո եւ գործատուները որոնք միանգամից շփվում են աշխատանք փնտրողների հետ եւ համապատասխան մասնագետ են կարողանում ընտրել Ձեզ մոտ ռեզյումե են լրացնում։ Ձեզ մոտ լրացնում են ռեզյումեները, թողնում են այստեղ ռեզյումեները, մենք ռեզյումեներ տրամադրում ենք զբաղվածության կենտրոններին, մասնագետները ռեզյումեների հիման վրա դարձյալ աշխատում են այդ անձանց հետ։ Նաև այստեղ տրվում է հիմնականում այն խորհրդատվությունը, որ աշխատանք փնտրող անձինք կարողանան դիմել իրենց փաստացի բնակության վայրն սպասարկող զբաղվածության տարածքային կենտրոններ, որտեղ կան թափուր աշխատատեղեր, ստանան համապատասխան խորհրդատվություն եւ թափուր աշխատատեղերի վերաբերյալ եւ ունենք բազմաթիվ ծրագրեր, այդ ծրագրերում ընդգրկվելու ընթացակարգերի վերաբերյալ խորհրդատվություն են ստանում։ Շարժը այսօր ինչպես կգնահատեք։ Մարդիկ շատ համարում եմ նորմալ, լավ, վատ չի դեռ ընթացքի մեջ է։ Եվ միաժամանակ աշխատանք փնտրող անձիկել են փաստաթուղթ լրացնում, իրենց կարծիքն են արտահայտում ծրագրի վերաբերյալ եւ ընդհանրապես ցույց են տվել, փորձը ցույց է տվել, որ ծրագիրը բավականին հաջողված ծրագիր է, արդյունք կա, տեղավորումներ կա։ Շատ է խոսում, որ Հայաստանում աշխատատեղեր չկան, գործազուրկների թիվը մեծ է, ինչ է կարծում։ Բնականաբար կան գործազուրկներ, բայց դա դեռ չի նշանակում, որ ընդհանրապես աշխատանք չկա, եւ չեն կարող աշխատել։ Մենք ունենք թափուր աշխատատեղեր, մեր մասնագետները աշխատում են գործատուների հետ, պարբերաբար թարմացնում են աշխատատեղերը, կայք ունենք, կայքի միջոցով են ծանոթանում թափուր աշխատատեղերին եւ հնարավորության սահմաններում տեղավորում են աշխատանքի։ Նաեւ մեր ծրագրերով ենք մենք շատ տեղավորում աշխատանքի, ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնց միջոցով մենք կարողանում ենք տեղավորել աշխատանքը։ Ներկայանաք դուք Վահիդա Մարտիրոսյան, զբաղվածության պետական գործակալության առաջատար մասնագետ։ Ինչ աշխատանք եք այստեղ ման գալիս։ Աշխատգործեմ կոշիկի արտադրությունում աշխատել եմ երկար տարի։ Հաճելի կլեմ, որ նորից վերականգնեմ աշխատել։ Տարիքս պրոստը։ Որտեղ երբեմն է 70 տարեկան։ Քանի տարի չեք աշխատում։ Ռադվիժենիայի հարցում դժվար կլինի, որտեղ Նախորդ տարիներին այս ծրագրի միջոցով փորձել եք գտնել աշխատանք։ Իսկ ակնկալիքները, հույսերը ինչպիսին են արդյոք։ Եթե լինի, շատ լավ կլինի։ Ներկայացրությամբ այսօր մենք բոլորս այստեղ հավաքվել ենք մի հարկի տակ, որպեսզի բոլորին ներկայացնենք եւ առաջարկենք աշխատանքներ։ Օրերումս լավ տեղյակ ենք, որ աշխատանք գտնելը բավականին դժվար է, այսօր իմ կարծիքով այս նախագիծը բավականին օգնում է բոլորին, որպեսզի աշխատանք գտնել եւ եթե նայենք մենք մեր հարցաթերթիկները, ապա կտեսնենք, որ շատերն արդեն գտան իրենց աշխատանքը, լրացրել են բավականին դիմումներ, այստեղ մենք ներկայացրել ենք որպես կամավոր եւ կարծում եմ մեր աշխատանքը, այսինքն մեր կամավորությունը այստեղ բավականին տեղին է։ Այսքան։ Իսկ դուք լրացնում եք, օգնում եք մարդկանց։ Մենք կարող ենք օգնել եւ կարող ենք ներկայացնել տալ ձեզ տվյալ դիմումը եւ դուք լրացնել, բայց կան մարդիկ, ում օգնության կարիքը մեզ անհրաժեշտ է, այսինքն որոշակի խնդիրների պատճառով նրանք չեն կարող ներկայացնել դրանք, այսինքն մենք նրանց օգնում ենք եւ նրանք լրացնում են։ Իսկ շարժը ինչպես կգնահատեք, մարդիկ շատ են գալիս։
Առաջին տարին չի, որ նախագիծը կազմակերպված է, այդ իսկ պատճառով շարժը բավականին շատ է եւ նախագիծը դեռևս չի սահմանափակվում, նախագիծը մինչեւ ժամը 3 տևելու է եւ ինձ թվում է դեռ ավելի կաշխուժանա։ Իսկ հատկապես որ ոլորտում է ցանկանում աշխատել։ Հատկապես այնպիսի ոլորտներ են առաջարկում, որ այդ ոլորտներում աշխատանք գտնելը բավականին դժվար է։ Այսինքն քիմիկոս կամ նմանատիպ այլ աշխատանքներ, բայց երկար զրույցից հետո, փոքր զրույցից հետո թեկուզ, մենք հասկանում ենք, որ նրանք կարող են աշխատել նաև այլ բնակավարներում եւ նրանց աշխատանքներ են առաջարկում։ Հիմնականում ինչ ոլորտի, հա, տաղավարներ են ներկայացված այստեղ։ Տաղավարներ մաքրուհի, սպասուհի, ամենահասարակ աշխատանքից մինչև ամենապահանջված աշխատանքը։ Որն է ամենապահանջված այստեղ։ Լեզվաբան։ Լեզվաբան։ Կներկայանաք դուք։ Աբրահամյան Սուսանյան։ Ներկանակ անունացնում տարի Մարգարյան Պետրոս 24 տարեկան եմ, մասնագիտությամբ էներգետիկ, ֆինանսներ մասնագիտություններ եմ սովորել կառավարման ակադեմիայում, հանրային ֆինանսների կառավարում, ծառայել եմ բանակում, այս տարի զորացրվել եմ, հիմա աշխատանք եմ։ Ինչքան ժամանակ է։ 2 ամիս է։ Դրա համար այս աշխատանքի գործակալությունը, պետական ծառայությունը գործազրկների համար կազմակերպել այս միջոցառումը, ես եկել եմ այստեղ, տեսնում ինչ աշխատանքներ են առաջարկում եւ ինչ որ հարմար բան կարող եմ գտնել։ Մինչև այս տոնավաճառը 2 ամիս է փնտրում եք, որտեղ եք դիմել, ինչ Կանոն կայքերով եմ եկել, ռեզումեներ տեղադրելով ըստ հայտարարությունների, գործակալություններից խուսափում եմ, քանի որ մտածում եմ, որ իրենք էլ նույն գործն են, նույնն է որն են իրականացնում, ինչ որ ես ռեզումեն տարբեր գործակալները ինտերնետով գտնվում են, ինչ հաստիկներ են եւ հաստիկների հետ հաստիկների տեղավորում են աշխատանքի, ուղղակի իրենք պայմանավորվում են գործատուի հետ, որ այդ աշխատավարձի ինչ-որ տոկոսից գործատուն էլ շահույթ ունենում։ Դրա համար կարծում եմ դա իմ համար ոչ հարմար եղանակ էր եւ ես հիմնականում կայքերում տեղադրելով հայտարարություններ ռեզումեների, հետևելով տարբեր կայքերի։ Որևէ կազմակերպությունից ես զանգահարել են, գնացել եք հարցազրույցների։ Այո, եղել են ֆինկավարկային կազմակերպությունից առաջարկ, հարցազրույցների մասնակցել եմ, աշխատանքի առաջարկ են ինձ արել, ուղղակի աշխատավարձի չափը ինձ չի բավարարել, դրա համար ես չեմ աշխատել։ Ինչքան է։ Ես իրենց առաջարկել էի պայման էի դրել, որ մինչև 120,000 դրամ աշխատավարձից եթե ցածր եղավ, ես չզանգահարեք ինձ, բայց զանգահարել են 95,000 դրամով աշխատանքի առաջարկ էին իրականացնում, գործն էլ հարմար գործ չէ։ Իսկ այսօր այստեղ ինչ-որ ձեզ հարմար աշխատանք գտաք, ռեզումե որտեղ թողեցիք։ Ռեզումե հիմնականում վարկային մասնագետի համար եմ գրել, լրացրել, բայց չեմ կարծում, որ ինչ-որ արդյունք կլինի, որովհետև վարկային մասնագետներում միշտ աշխատանքային փորձ են պահանջում, 1-ից 2 տարի պարտադիր փորձ են պահանջում, փորձել եմ, չգիտեմ, ստացվի թե չէ։ Դուք ընդհանրապես ցուցակցած փորձ չունեք, մինչև բանակ գնալն է։ Աշխատել եմ, բայց ըստ մասնագիտության չեմ աշխատել, ասենք ֆինանսների մասնագիտության չեմ աշխատել, քանի որ փորձությունս ավարտելուց հետո անմիջապես զորացրվել եմ, զորակոչվել եմ բանակ, բայց մասնագիտական փորձ ունեմ, էներգետիկայի ոլորտում աշխատել եմ, հիմա էլ այս պահին էներգետիկայի ոլորտում եմ ման գալիս աշխատանք, այս պահին դա կոնկրետ ոչ։ Մի հարց էլ, իսկ փորձել եք այլ ոլորտներում, հա, թեկուզ ժամանակավորապես մինչև կգտնեք։ Այլ ոլորտներում, գիտեք ոնց է, եթե դու կոնկրետ ինչ-որ մասնագետ, դու քեզ տեսնում ես ինչ-որ ոլորտում աշխատել, ունես ինչ-որ որակներ, որոնք քեզ կօգնեն աշխատել տարբեր ինչ-որ քո ցանկացած ոլորտում, դու արդեն մնացած աշխատանք, մնացած այլ գործ եթե անես, դա քեզ խանգարելու է քո նպատակին հասնելու համար։ Օրինակ, ես ֆինանսներ մասնագիտությամբ եթե ուզենայի առաջ գնալ, կողքից ասենք ինչ-որ առաքիչ կամ անվտանգության աշխատակից աշխատելը դա կխանգարի հետագայում քո մասնագիտությամբ գործ գտնելու համար, որտեղ դու քանի որ աշխատում ես, արդեն ունակ չես ինչ-որ այլ աշխատանքներ ման գալու, դա ոնց որ արդեն որ ունենում ես եկամուտ, ամսական եկամուտ ունենում ես, դա ոնց որ արդեն քեզ խթան է հանդիսանում, որ ինչ-որ խանգարում է կոպիտ ասած, որ դու ինչ-որ ուրիշ գործ ման գաս, բայց միշտ նշի որ միանշանակ կարող եմ ասել, որ դա խանգարում է։